Անհամբարձման բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին մի քանի թեմաների հետ կապված, բայց հիմնական թեման իհարկե մենք տեսանք հայ առաքելական եկեղեցու դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսները հայտարարեցին, որ դեկտեմբերի 18-ին հատկանշական օր հայ իրենց համար Հյուդայի դավաճանության օրը իրենք գնում են մայր եկեղեցի, որպեսզի վեհափառ հորը հանգստի ճանապարհեն։ Եվ հայ ժողովուրդը գիտակցում է, որ հայ առաքելական եկեղեցու վրա է այս ամբողջ հարձակումը, պատասխանը եղավ այն, որ հայ ժողովուրդը գնացավ եւ մայրտաճար, որպեսզի մասնակցի ժամերգությանը, իր մոմը վառի, հաղորդակցվի Աստծո հետ։ Եվ տեսանք, թե ինչ խղճոք վիճակում էին այն շակերտավոր քաղաքականները 100-ից 150 հոգի մոտավորապես, որոնց բերել էին այնտեղ մարդիկ, որոնք չգիտեին ով են, ինչի համար են եկել եւ ուր են գնում։ Եվ նաեւ դա ցուցիչ եղավ, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանը մարդ չունի, մարդ չի մնացել։ Ինքը այդ օրը կառավարության նիստից հետո չպազրույցի ժամանակ ասաց. «Ես չեմ ողջունել եպիսկոպոսներին, բայց աջակցում եմ»։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Այդ օրը Մարիամ ջան, ինձ համար շատ չասեմ կարևոր, բայց մեր այսօրվա վիճակը խորհրդանշող երկու բան տեղի ունեցավ։ Հիմա ես երկուսի մասին էլ խոսեմ ձեր հեռուստադիտողներին փոխանցեմ։ Առաջինը, երբ որ մենք ասում ենք Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները 100-ն էին, միգուցե 50-ն են եղել, եւ ընդդիմության կողմնակիցները 10,000-ն էին, օրինակ, միգուցե 20,000-ն են եղել։ Բայց շատ բաներ կա, որ մենք ասում ենք եւ մեզ թվում է, որ դա մեզ օգուտ է, բայց իրականում դա մեզ վնաս է։ Հիմա ասեմ ես ինչ նկատի ունեմ։ Այդպիսի մեծամասնության ներկայությամբ Թալինի քաղաքապետը մի կնոջը խայտառակ լկտի հիվանդ երևակայություն ունեցող տղամարդու պատասխան է տալիս։ Թալինի քաղաքապետը, Թալինին էր, չէ, եթե չեմ սխալվում։ Ամենաակտիվն էր, այո, ինքը։ Հիմա տեսեք ինչ է տեղի ունենում։ Սա ձեզ կարող է թվալ միայն փոքրիկ ֆրագմենտ է, բայց սա փոքրիկ ֆրագմենտ չէ։ Թալինի քաղաքապետը խորհրդանշում է, ցավոք սրտի պիտի ասեմ, ժամանակակից, չեմ ասում ծայրից ծայր բոլոր տղամարդկանց, բնականաբար դա ես չեմ ասի, բայց ժամանակակից հայ տղամարդուն է խորհրդանշում, Թալինի քաղաքապետը, մարդ, ով եկել է եկեղեցին պաշտպանելու եւ եկեղեցու բակում կնոջը ասում է այդ արտահայտությունը, որի հետ ուզում ես դու փողոցում եթե խնդիր ունենաս 10-ից 8 հոգին մոտավորապես նույն բանը կասեն իրենց հակառակորդին։ Եվ սա խորհրդանշական է այնքանով, որ այդ անձնավորությունը եկել էր եկեղեցին պաշտպանելու, քրիստոնեությունը պաշտպանելու եւ տեղի էր ունենում այդ ամենը եկեղեցու հարևանությամբ։ Սա շատ սիմվոլիկ է, Մարիամ ջան։ Սա խորհրդանշում է մեր հայ տղամարդկանց, բնականաբար էլի պիտի ասեմ, բացառություններ շատ կլինեն, բայց բացառությունները գալիս են ապացուցելու օրինաչափությունը, սա ժամանակակից հայ տղամարդկանց է բնորոշում այս ստահակի պահվածքը։ Այդպիսի կենթանիներ, Մարիամ ջան, կան եւ այս կողմում եւ այն կողմում։ Եվ երբ որ մենք ասում ենք նիկոլականները 50-ն էին, ընդդիմությունը 20,000-ը, բայց եթե նիկոլականները այդքան փոքրամասնություն էին, այդ 20,000-ի մեջ չկար մեկը մի հատ հագցներ այդ անասունի բերնին։ Հիմա կարող են ասել բակը դատ էին, բա որ դատ էին։ Այսինքն դուք ուզում եք առանց զրկանքներ կրելու պաշտպանել քրիստոնեությունը։ Անհամբարձման տեսեք, ըստ էության, չէ, հիմա ես ասեմ, ինչ կհավաքվեր հայ ժողովուրդը, վեհապառը եւ մայրտաճարը հաղորդագրություն տարածեց, չտրվել սադրանքների, հավատավոր ժողովրդին եւ գիտենք, որ մենք սիրում են սադրել, հետո ինքանի որ ուժայինների հետ ձեռքում կբանտեն։ Դա միջոց չէ, միջոցը այն է, որ պաշտպանվեց մայրտաճարը եւ իրենք կարողացան ներխուժել ներս եւ իրականացնել այն, ինչ նպատակ որ դրել էին իրենց առջև։ Մարիամ ջան, ես իհարկե ինչու եմ այս ձևով տանում զրույցը, որովհետև կարծում եմ ճշմարտությունը այնուամենայնիվ դիալոգի մեջ պիտի ծնվի
Եվ այսպիսի հաղորդումներում պետք է քրիտիկական կերպ մեկս մյուսից հարցերին խոսքին անդրադառնանք, որպեսզի հերոստատիտողը չմտածի, որ հանկարծ հավաքվել են իրանք իրար հետ խորաթա են անում, քյալաջի են անում, որովհետև հակառակ դեպքում ստացվում է այսպես փափուկ մթնոլորտ է ստացվում եւ կարող է Պետրոսը կանչի հետագայում այդ փափուկ մթնոլորտում որպես քաղաքական գործիչ ձևավորվող մարդկանց իր մոտ եւ շատ վատ բան ստացվի հանրայինի տաղավարում։ Երբ որ այսինքն սա ինձ համար շատ սիմվոլիկ էր, որ ինքը ասեց, ոչ մի պատասխան չստացավ։ Եվ նաեւ սիմվոլիկ էր այն առումով, Մարիամ, որ դրանից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարկագծի նոր կանոններ են մշակել եւ որ իրենք պիտի վիրավորանքին վիրավորանքով չպատասխանեն։ Եվ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի վարկագծի կանոնների վրա ուղղակի ԿՊԱ-կանները, իշխանական գործիչները թքած ունեն, խորը թքած ունեն։ Երկրորդ սիմվոլիկ բանը, որ տեղի ունեցավ, այդ կնոջ բաններ, խոսքերն էր դեպի նիկոլականներ, դեպի նիկոլական падգամավորներ։ Ինչ էր ասում այդ կինը։ Այդ կնոջ ասածը եւս վերաբերվում է հայ ժողովրդի ճնշող մեծամասնությանը։ Ճնշող մեծամասնությունը հայ ժողովրդի այդպես է կարծում։ Ես ելի եմ ասում, չէի անդրադառնա այս փոքրիկ դրվագներին, եթե դա մեզ չվերաբերվեր։ Ինչ էր ասում կինը։ Նա ասում էր այն կողմում կանգնածներին հрьяաներ, ջհուդներ եւ թլպատվածներ։ Ես եկել եմ պաշտպանելու հայ եկեղեցին, իմ Աստծո Քրիստոսին։ Մարիամ ջան, Քրիստոսը եղել է հрья, Քրիստոսը եղել է թլպատված, հա? Բայց այդպես մտածում են հայերը։ Մենք քրիստոնեությունը փորձել ենք այս առումով հայաֆիկացնել։ Մենք գտնվում ենք օբսկուրանտիզմի մեջ, մենք գտնվում ենք խավարամտության մեջ։ Չի կարող մարդը, իմիջիայլոց ես պիտի ասեմ, որ այսպես է մտածում նաև Նիկոլ Փաշինյանը, հարգելի Մարիամ։ Մի քանի ամիս առաջ, երբ հայ առաքելական եկեղեցու հոգևորականներից մեկը Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար ասել էր թլպատված, երկու քրիստոնյա մեկը մյուսին վիրավորելու համար ասում է թլպատված։ Նիկոլն էլ ասել էր, ես թլպատված չեմ, եթե ուզում ես համոզվես, կաթողիկոսի հետ արի ապացուցեմ։ Այսինքն այս մարդիկ մտածում են, որ թլպատված լինելը դա վիրավորական բան է, բայց ասում են մենք պաշտում ենք Քրիստոսին։ Մեր Աստվածը Քրիստոսն է։ Այսպիսի մենք գտնվում ենք կոգնիտիվ դիսոնանսների մեջ։ Այսպիսի խնդիրների մեջ է գտնվում ողջ ազգը, Մարիամ։ Սա ազգային խնդիր է։ Սա մտածելակերպի խնդիր է։ Սա չկրթված լինելու խնդիր է։ Սա ամորալ դեբիլ լինելու խնդիր է։ Եվ դրա համար մենք գտնվում ենք այս ծայրաստիճան վատ վիճակում։ Ես մի անգամ մի ադրբեջանցու հետ էի խոսում համացանցում, ուզում եք ադրբեջանցիներին հաղթել, հարգելի բարեկամներ։ Ադրբեջանցիների եւ հայերի հերավորությունը շատ է մոտիկացել, շատ է մոտիկացել։ Վաղը մյուս օրը այսպես եթե շարունակվեց, դուք պիտի ապրեք նրանց հետ նույն կենցաղով։ Եվ եթե դուք ուզում եք հաղթել ադրբեջանցիներին, դուք պետք է լինեք ուժեղ, դուք պետք է լինեք ձիգ եւ պիտի լինեք ավելի կրթված։ Դուք պիտի լինեք ձեր հավատքի մեջ ուժեղ, Բիբլիան անգիր արած եւ դուք պիտի իմանաք Ղուրանը ավելի լավ, քան իրենք գիտեն, եթե ուզում եք իրենց հաղթել։ Եվ ես իմ օրինակը բերեմ, երբ ադրբեջանցին ինձ վիրավորում էր, չգիտեմ, խաչիկ էր ասում քրիստոնեությունն էր վիրավորում, ես ընդամենը իրեն երկու հարց եմ տվել, ո՞րն է ձեր սուրբ գիրքը, Ղուրանը։ Բայց եթե Ղուրանը ձեր սուրբ գիրքն է, Ղուրանի մեջ Քրիստոսը ընդունվում է որպես մեծ մարգարե, դու ո՞ս կարող է իսլամադավան լինես եւ հեգնանքով վերաբերվես Քրիստոսին, եթե Քրիստոսը ձեզ համար մեծ մարգարե է։ Այնտեղ իրենք հազարավոր մարգարեներ ունեն, բայց կա 5 մեծ մարգարե, որից մեկը Քրիստոսն է։ Եվ ինքը էլ չգիտեր ինչ ասեր։ Այսինքն ինքը պարտվեց։ Հիմա հարգելի հայեր, ուզում եք հաղթեք ադրբեջանցիներին, հերավորությունը շատ է մոտիկացել։ Դուք պիտի անգիր գիտենաք Բիբլիան եւ Ղուրանը պիտի գիտենաք ավելի լավ, քան թե ադրբեջանցիները։ Դուք պետք է կրթվեք եւ պետք է լինեք նաեւ ֆիզիկապես առողջ։
ֆիզիկապես ուժեղ, ճշմարտախոս, արդար եւ միայն այս դեպքում հնարավոր է, որ այս պատմական ժամանակահատվածում այս ազգը կարողանա հաղթահարել այս դժվարությունները։ Իսկ հարգելի Մարիամ ջան, եթե մենք պիտի շարունակենք այս կլանային կապիկությունները, այն ինչ հիմա մեզ բնորոշ է հայերիս, 20 տարի հետո, մաքսիմում 20 տարի հետո, այստեղ հայերը լինելու են ճնշող փոքրամասնություն։ Ճնշող փոքրամասնություն, հիմա մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք կլանային հարաբերությունները պահելով, կորպորատիվ էտիկետը պահելով, շարժվենք առաջ եւ վաղը մյուսով տեսնենք, որ ընդամենը մնացել ենք մի քանի տասնյակ հազար, թե մենք ուզում ենք այնուամենայնիվ պահել քրիստոնեական արժեքները, հայկական արժեքները, հայկական մշակույթը, մեր չնաշխարհիկ լեզուն, որը մենք դարձրել ենք, լեզուն մենք դարձրել ենք սեռական վիրավորանքներ տալու միջոց ենք դարձրել ցավոք սրտի այսօր հայոց լեզուն։ Ուրեմն սա հայերը չեն ասում, սա ասում են համաշխարհային բիբլեիստները, ուրեմն ամենաճշգրիտ թարգմանությունը Բիբլիայի, ամենաճշգրիտ թարգմանությունը իրենք ասում են վուլգատան է, այսինքն լատինական թարգմանությունը, ամենագեղեցիկ թարգմանություններից մեկը Բիբլիայի հայոց լեզվով թարգմանությունն է։ Էս ինչ ենք սարքել մենք մեր լեզուն, Մարիամ։ Էս ինչ ենք սարքել։ Լավ արել ենք մինչև այսօր, կարող եք այսօրվանից դադարեցնել։ Ցավոք այս լեզվամտածողությունը, այս խեղվածությունը թափ ստացավ 2018-ից այս կողմ, երբ ամենաբարձր մակարդակով այո խոսում էին, անգամ ամոթալի այդ բառերը կրկնել, շինել, դոմփել ու չգիտեմ ինչ անել, լափել, լափամանով իրենց ու հետո հիմա իրենք իրենց ներքին կանոնակարգ են որոշում, թե բա չենք հայոյելու։ Իսկ եթե մարդիկ կան, ովքեր դուրս են գալիս, իրենց պատասխան են տալիս, ասում են, որ ինչ ասել այլևս տանում եւ բանտում են։ Ինչ են արել Միքայել Սրբազանին, առողջական ծանր վիճակում գտնվող Սրբազանին, ինչ են արել իրենք այսօր։ Մարիամ ջան, ես մի քիչ համաձայն չեմ, որ 18-ից այս կողմ է սկսվել, 18-ից այն կողմ արդեն սոցիալական ցանցերում հայտնի խմբերը հայոյանքը դարձրել էին հակառակ ճամբարի մարդկանց բանանելու, դուք երևի այդ ժամանակ ուշադիր չեք եղել, բայց Անժելային եթե հարցնեք, ինքը շատ ուշադիր է եղել, ինքը շատ լավ գիտի հայոյանքը ով բերեց հանրային սոցիալական այդ տիրույթ եւ ընդդիմախոսներին ճնշելու միջոց դարձրեց, այսինքն մեկը եթե համաձայն չէ քո հետ, դու կարող ես իր մորը, իր հորը, իր ազգուտակին, բարեկամներին ամենավերջին հայոյանքները տալ։ Վերջերս երբ ես բարձրաձայնեցի նոյեմբերի 5-ին խայտառակ թեման բարձրաձայնեցի, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան դիրքեր, հարց բարձրացրեցի, արդյոք կան Հայաստանի Հանրապետությունում դիրքեր, որտեղ հայ դիրքապահը գնում, հասնում է իր ծառայության վայր, անցնելով ադրբեջանական անցակետի միջով։ 250,000 մարդ է իմ մոտ, դա հետագայում տարածվեց տարբեր տիկտոկյան, յութուբյան ալիքներով, ես նայում էի մեկնաբանությունները։ Գիտես ինչեր էին ինձ գրում։ Թեգ էին անում դատախազություն, թեգ էին անում ազգային անվտանգության ծառայություն, ամենավերջին հայոյանքները։ Իմիջիանից, ահա, խնդրեմ շարունակեք ձեր խոսքը, որտեղ ուզում եմ Սուրեն Պապիկյանին մեջ բերել, էլի։ Վերջերս նոյեմբերի 21-ին, երբ մի քանի լրատվական, չգիտեմ ինչպես ստացվեց, զուգադիպություններ, նույն օրը դիմել էին պաշտպանության նախարարություն, որպեսզի պարզաբանում այնուամենայնիվ պահանջվի, թեպետ ես կարծում եմ, որ այս հարցը պետք է պարլամենտը ուղղակի բանաներ, տրաքացներ, որովհետև սա սկանդալ է, բայց ոչ մեկին պետք չեղավ այս սկանդալը, հա։ Ну, մի խոսքով նոյեմբերի 21-ին երբ դիմել էին պաշտպանության նախարարություն, պաշտպանության նախարարությունը չէր հեշտել։ Ինչ հեշտքի։ Սա պոլիշիների գաղտնիք է։ Հարյուրավոր մարդիկ ասում են, վկայություններ են տալիս, որ այո, հայ դիրքապահը հասնում է իր ծառայության վայր, անցնելով ադրբեջանական զննության ստորացման միջոցով։ Բայց այն մարդիկ, ովքեր այդ հայոյանքները տալիս էին,
Այդ անեց հիմնականում գիտես հիմնականում երկչեշող մեծամասնությունը կանայք կամ կանանց դեմքով ֆեյքեր էին տղամարդիկ բա այս հարաբերություններով այս ժողովուրդը այս ազգը վաղը մյուս օրը շանս ունի այս տարածքում ապրելու այս կոնկուրենցիայի պայմաններում կամ ինչի պիտի ապրի եթե դու սկսել ես ներողություն եմ խնդրում ձևակերպման համար անասունից չտարբերվել ուղղակի անասունից չես տարբերվում այն կինը որը մտնում է տեսեք այն կինը որը մտնում է դատախազությանը նշում է ասում է ձերբակալեք այսպիսի բան են ասում այդ կինը չի հասկանում որ վաղը մյուս օր իր զավակին կարող է տանեն այդ դիրքեր իր ամուսնուն կարող է տանեն այդ դիրքեր իր հորը կարող է տանեն այդ դիրքեր ինքը չի հասկանում Պարոն Համբարձումյան, հիմա տեսեք, իրենք այդ ցորենով անասնակերով կերակրեցին եւ պապարանը ասաց սպասեք նոր չափաբաժինել է գալու եւ Երևանից էլ արդեն ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան, խաղաղությունը եկել է, վագոններով վերել են խաղաղությունը, խնդրեմ։ Մարիամ ջան, խնդիրը ցորենը չի, առավել եւս բենզինը չի։ Ես ձեզ ուղղակի աղաչում եմ Այսօր առևտուր է գնում էներգակիրներ Ռուսաստանը ծախում է Ուկրաինային Եվրոպայի ամենախոշոր էքսպորտ անող էներգակիրները նավթ գազ Ռուսաստանն է Գազը վստահաբար թե ժիժեննի գազը թե տրուբապրավոդնի գազը Ռուսաստանն է բայց դա ոչ մի բան չի նշանակում նրանք այսօր իրար հետ գտնվում են խորը թշնամական հարաբերությունների մեջ Մեր խնդիրը ոչ թե ցորենն է, մեր խնդիրը ոչ թե գազն է, նավթն է, Ադրբեջանի հետ ներկրվող կամ չներկրվող, մեր խնդիրը հետևյալն է, հարգելի բարեկամներ։ Այսօր այս պահին հարյուրավոր դիրքապահներ կան Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնք գտնվում են ադրբեջանական պատանդարության մեջ։